Վարավ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր մենք խոսենք մի ահավոր մեղքի մասին, կասկածամտություն։ Կասկածամտությունը դա ահավոր մեղք է, որը կամաց մարդուն տանում է դեպի շատ դաժան հոգեբանական հիվանդությունների։ Ընդհանրապես կասկածամիտ մարդիկ լինում են շատ հպարտ ու գոռոզ, իրենց քթից այնքան նրանք բան չեն տեսնում։ Դրանից էլ օգտվում է չարը, ներշնչելով նրան մտքեր կասկածելի մարդկանց վրայով, իրողությունների, գործերի վրայով։ Կասկածամտությունն ու անվստահությունը դրանք քույրեր են, միշտ իրար հետ են եւ երկու ահավոր մեղքեր են։ Եթե մարդը ժամանակի ընթացքում չի հասկանում, որ ինքը այդ մեղքերով տառապում է, չի մաքրում իրան դրանից, այդ հոգեվիճակը կամաց այդ մարդու հոգեվիճակը բարձրանում է։ Վերջի վերջո մարդը դառնում է ձեռք է բերում պարանոիդ գծեր, կամաց այդ մեղքերը մարդուն տանում են դեպի շիզոֆրենիա եւ ավելի սարսափելի հոգեբանական հիվանդություններ։ Դրա համար երբ ձեզ կասկածալի մտքեր են գալիս, ընդհանրապես խաչակնքվեք, աղոթքով անեք դրանք ձեզանից, մի թողեք մնան դրանք ձեր մեջ։ Նույնն էլ անվստահության մասին ինչ-որ մտքեր։ Աշխատեք ձեր ամեն ինչը վստահել Աստծուն, ոչ թե ձեր մտքերին։ Հիշեք, մեր մարդկային մտքերի 90%-ից ավելին հիմնականում մեզ ներշնչում է չարը։ Պարտադիր չի նա չար միանգամից ներշնչի, տարբեր մարդկանց տարբեր ձևի է չարը բռնում։ Դրա համար միշտ հիշեք, իմացեք, այն մտքերը, որոնք ձեզ տանում են կասկածելու, անվստահության, դադելու, բամբասելու, անիծելու, խաչակնքվեք ձեզանից ու անեք։ Խոստովանության միջոցով մաքրեք ձեր սիրտն ու հոգին այդ ախտերից, որ չհիվանդանաք։ Աշխատեք հավատալ Աստծուն, աղոթեք, Աստված ողորմած է, ամեն ինչ կկարգավորի, Աստված օգնական եւ պահապան լինի ձեզ։